Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Բարի երեկո։ այսօր հայր և որդի Վարդանավներ պոդքասթի հերթական թողարկումն է ու ձեր առաջարկածով խոսելու ենք Պավլիկյան շարժման մասին, քանի որ մեր վերջի տարիների իրավիճակը նման է Պավլիկյան շարժման նշույլներ կան։ Նմանություններ կա, իհարկե, բայց բանա այնտեղ իհարկե կա նաև տարբերություններ, էլի հսկայական տարբերություններ։ Մենք այդքան խորը պատմության մեջ առաջի դեպքն է, չէ՞, որ այդ մենք որտեղ Պավլիկյան շարժումը 7-րդ պատմության ոչ թե խորը, որտեղ նշի դնելու ենք սաղ գաղափարները Պավլիկյանների պատմենք։ 7-րդ դար բավականին հետաքրքիր ժամանակաշրջան, հենց նոր մի քանի տարի առաջ Սասանյան Իրանը կործանարար հարված ստացավ իր նախկին հպատակներից, արաբները դադարեցրեց իր գոյությունը որպես պետություն։ Սասանյան պետությունը ուղղակի այդ հարվածից փլվեց, որտեղ այդ հարվածը շատ բաներ էլի, ասենք թեթև հեծելազորը արաբական, ոգևորված կրոնով, արդեն Մոհամեդը մահացել էր, կրոնի հիմնադիրը մուսուլմանության, իր առաջի հենց խալիֆը, դեռ իր ժամանակ արշավանքներ եղան դեպի Դամասկոս բան, բայց մեծ արշավանքներ սկսեցին այդ բանը պրավեդնի ոնց կլինի խալիֆները, վերջը 5 առաջի խալիֆները այնց լավ լարված, վիզ դրած Արաբստանը մեծացնում էին եւ կործանարար հարված Իրանին մարգարե խալիֆները, Ալի ժառանգները ոչ միայն, չէ, այնտեղ Օմեյադներն էին առաջի պրավեդնի խալիֆները, որ արդեն սկսեցին բան անել, Իրանը ջախջախվեց, ուրեմն Հայաստանը որպես այդպիսին այդ ժամանակ բաժանված էր երկու մասի, արևմտյան եւ արևելյան։ Արշակունիների դինաստիայի ավարտից հետո բաժանվել են։ Ես համաձայն չեմ, այդ դինաստիան դեռ գոյություն ուներ։ Ժամանակ զոնաների էին բաժանել, բայց երկու մասի ու արևմտյան Հայաստանը կամաց որպես Հայաստան դադարեց լինել։ Ճիշտ է, սկզբի վաղտով Յուստինիանոսի վաղտ ինքը կոչվում էր առաջի Հայաստան, երկրորդ, երրորդ, հետո սս թվերը փոխում էին բան, բայց ինքը դադարեց լինել որպես բանա Հայաստան տարածք գտնվել եւ առաջինը բանա ինչ տեղի ունեցավ այդտեղ, բայց ասենք այդ արևմտյան Հայաստանը մեր այժմյան հասկացած արևմտյան Հայաստանը չէ, էլի։ Ինքը մեր պատմական հայրենիքի արևմտյան հատվածն է, որտեվ հիմա մարդիկ որ ասում են արևմտյան Հայաստան, միանգամից մարդկանց մտներին Վանն գալիս արևելյան Հայաստանի արևմտյան հատվածն, կամ գոնե կենտրոնական Հայաստան ասենք, հա։ Ուրեմն Նիսիբինի պայմանագրով 392, հա, որ բաժանեցին երկու, հա, այդ ժամանակ ուրեմն Իրանի եւ Բյուզանդյան այդ մի քիչ Մոգոնովյան եւ հռոմեական կայսրության միջև բաժանվեց ուրեմն Հայաստանը, արևմտյանը կամաց կորավ որպես Հայաստան լինելը, հայկական բնակչությունը պահպանվեց, հայ բանը ուրեմն ազնվականությունը եւ զինվորականությունը կամաց տեղափոխվեց տեղից, որպեսզի արմատների հետ կապված չլինի, իսկ արմատի հետ կապված լինելը, ասենք, մեծ ուժ էր տալի ֆեոդալներին, ֆեոդալական այդ հասարակարգում եւ կարային արդեն քիչ եկեղեցու վրա ճնշումները քաղաքեդոնյան բանն էին ուզում քաղաքեդոնյան կարգերն էին ուզում մտցնեին հայոց եկեղեցու մեր համար ավելի ծանոթ բառ կա հունադավան, հայադավանությունը ուզում էին քիչ հանեին ու իրականում դրա պատճառներից մեկը կարելի է դա անվանել Պավլիկյան շարժման ստեղծման, որովհետև հունադավան հայեր էլ կային եւ կային, ասենք, հայ առաքելական եկեղեցու դավանողներ կային եւ այդ բանի մեջ, պայքարի մեջ նաեւ միգուցե ստեղծվեց Պավլիկյանությունը, բայց ես ինքը միայն բանը, հա, պետք է նշել էլի, որ
միայն եկեղեցական բողոքական շարժում Ինքը չէր, եկեղեցականի դրոշի տակ դրոշի էր։ տակ համես սոցիալական շարժում էր։ Սոցիալական գրեթե միշտ ինչ որ շարժում սոցիալական, հա։ Բանի առումը, որ իր Նայ մի հատ- շարքերում հիմնականում գյուղացիներն էին, ովքեր նոր ֆյոդալների ձեռքի տակ շատ ավելի մեծ հարկեր էին վճարում։ Մենք մի քիչ բանը Մեր աշխով սխալ ենք կողմ նայում, ենք հա։ գնում, չէ, սխալ կողմ ենք գնում, ուրեմն սովետական միության ժամանակ ցանկացած ապստամբություն, ցանկացած խռովություն, ցանկացած բան, որտեղ կար սոցիալական ներքևի շերտը, ինքը սրբացվում էր, ինքը մաքսիմալ բանը դրական էր ներկայացվում, իսկ իր դեմ պայքարող պետականության եւ բանը պետությունը ամուր պահող, ասենք, հիմք հանդիսացող եկեղեցին միշտ դեմոնիզացվում էր, չարիք սենց մի հատ վիճակի էին վերում սովետի ժամանակ եւ դրա պատճառով մեր զրույցը ավելի շատ Պավլիկյան շարժման եւ որոշակի ռազմական գործողությունների հետ կապված, դրա հետ է կապված, որ մենք պետք է որոշ դեսովետիզացիա անենք, որովհետեւ սովետական միությունում ոնց որ ցանկացած բանը իդեոլոգիա ունեցող երկրում պատմության մեկնաբանությունները շատ բան էին միակողմանի շատ հաճախ իրենց հարմար ձևով էին ներկայացնում, այդ իշխող գաղափարախոսության համապատասխանող ձևով էին, ասենք, մեկնաբանում։ Պավլիկյաններին սարքել էին հերոսներ, հերոսացրել էին եւ այն դեպքում, երբ որ նրանք մահմեդական արաբների կողմից էին կռվում։ Դե մենք բան արենք, սկաչոկ արենք։ Հիմա նայ 600 որ թվին Հայաստան առաջի արշավանքը եղավ 40 թվականին 640-ին ուրեմն նույնիսկ Բայրաքաղաք դվինն են այդ ժամանակ գրավը հարավից չէին մտել։ Հա, բայց Ատրպատականից չեն մտել, չէ։ Հարավից են մտել, ոչ թե Ատրպատականից, արևելքից, այլ հարավից։ Հարավով են, հա, մտել։ Միջագետքի կողմից են մտել։ Սպասում էին, որ Ատրպատականից են գալու, դրա համար զորքեր այն կողմներ կուտակված, մի քիչ կարացել են, էլի, աղվեսություն անել ու խաբել մեզ։ Ու բանը, ինչա կատարվում, մոտավորապես հենց նույն ժամանակ, երբ որ պետությունը ռազմական հարված է ստանում, դեռ չի ոչնչացվել պետությունը, բայց ռազմական հարված է ստանում, որը որ ներխուժում են հարավից ու Հայաստանը կտրելով այդում հասնում են մայրաքաղաքներից մեկը, այդ վաղտվա երևի ադմինիստրատիվ մայրաքաղաքը Դվինն էր, չէ, եւ գրավում են Դվինը, արաբները։ Առաջին թե երկրորդ արշավանքի ոչնչացնում են 35000 հոգի էլ ըստ պատմության գրքերի գերեվարած տանում են ստրկության։ Դա առաջի արշավանքներ դեպի Հայաստան, որ մուտք են գործել, հետո հաջորդիվ տարիներին երկրորդ, երրորդ արշավանքներն է լինում 42-ից 43 թվականներին 642-643 թվականներին երկրորդ արշավանքն է լինում, որտեղ արդեն Ատրպատականի կողմից է մտնում Նախիջևան։ Իսկ հիմա հասկանանք, չէ, որ ու այդ ընթացքում իրանք հարված հասցրեցին, գրավեցին ուրեմն բանը տարածք, որը որ չգրավեցին, ոչնչացրեցին ինքնապաշտպանական համակարգը ինչ որ տարածքի, ոնց որ ասենք Արցախում, Արցախին հարվածներ հասցրեցին 20 թվականին եւ Արցախի պաշտպանական համակարգը, որ մռավ լեռնաշղթայով գնում էր, իսկ հետո իջնում էր Մարդակերտի եւ Մարտունու դիմաց, Վարանդայով իջնում էր միջև Արաքսգետը, ամրություն էր կառուցված, չէ՞, այդ ամրությունը ոնց որ ջարդվեց եւ 20 թվականի դեկտեմբերից հետո առաջացավ մի ուրիշ սիտուացիա, ջախջախված եթե չէ, գոնե ծեծված զինված ուժեր եւ պետության մի ուրիշ ձևի պետությանը անհրաժեշտ է ցեմենտացիա, միասնություն, չբաժանել, ասենք տարբեր բաների, չգիտեմ, սև, սպիտակ, ռոզովի, գալուբոյ,
բաժանություն պետք չի այդ, որովհետև նոր արաբները մտել են, ինքնապաշտպանության հնարավորությունները ջարդել են, որոշ ամրոցներ ավիրել են եւ ասենք զինված ուժերի մեջքի հետևում հայտնվելով ասենք գրավում են մայրաքաղաքը եւ հեռանում են եւ դրանից հետո պետքա կոնսոլիդացիա, ամրություն, միասնություն եւ ծնվում է Պավլիկյան շարժումը, բայց որը- արևմտյան Հայաստանում է ինքը ծնվում, բյուզանդացիների մոտ է ծնվում, հետագայում բայց հայկական տարածքում, Սամոսատ իշխանության տարածքում մի տեսակ բանա Կոստանդին Աստվածաշնչյան ասենց անուն գրող գյուղում, չէ, ոնց էր Մանանեխավան, ասենց ինչ որ գյուղի անունն էր, կարամ նայեմ էլ իրականում չեմ ֆիքսել ճիշտն ասա, բայց Մանանախի, մանանաղ չետի գավառն է։ այդ գավառում Հա, առաջ, այդ մանանախ, հենց մանանախ գավառի մանանախ գյուղում է։ Ճիշտ է, դրա համար առանձին չէի ֆիքսել էլ։ Մանանախ գյուղում ի հայտ ա գալի մարդ, որը որ օգտվում է այդ վիճակով, որ պանիկա է հայաբնակ արևելյան բանա Հռոմի հայաբնակ տարածքներում, то есть արևմտյան Հայաստանում, որը այդ ժամանակ օկուպացված էր բանա արևմուտքի կողմից եւ նաեւ զինվորական ուժը արևելյան Հայաստանի հարվածներ ա կերել, ունես կործանիչ հարվածներ ա կերել եւ այդ վիճակում խալխլված, ասենք, ինքնապաշտպանության հնարավորությունների պայմաններում Սկսում է Ոմն եկեղեցու Կոնստանտինը մեկ էլ ասում է եկեք այն ցեմենտը քարերի արանքից քերենք, այն քարերը որ կա, ասենք ֆեոդալների տիրույթները իրանց հեծելազորով բանով, եկեք իրանց կպցնող բաները քերենք, հանենք, հայկական ինքնությունը անգամ ազգային չէ, միջազգային ինտերնացիոնալ կրոնի մեջ ազգային երանգով հայ առաքելական եկեղեցին։ Եկեք ոչնչացնենք, եկեք փոխենք։ առաջարկում են երկաստվածություն, բարի ու չար ասվածներով։ Կապ չունի արդեն իդեոլոգիան, հավատա ոչ մի կապ չունի։ Չէ, իրականում շատ գայթակղիչ իդեոլոգիա է եղել, որտեղ նույնիսկ հետագայում տարբեր եպիսկոպոսներ են միացել։ Դե հա, եպիսկոպոսները խասյատ Նման է, ունեն, նման է, ասենք, հա։ մի 10%-ը միշտ ասենք միանում են։ Հա, ու միանում են Տոնդրակի բանա Պավլիկյաններին, այ միջալյուց որ սխալվեցի, գիտեք ինչի՞ց է, շատ նման է, էլի ասենք, այն վաղտ երբ որ միացնել է պետք ժողովրդին, ասել ապուշ, մի ասա սև սպիտակ, մենք սաղս հայ ենք, այդ ժամանակ մեկը ասում է, հա, դու սև ես, ես սպիտակ եմ, հեռու ինձանից, դու հին ես, ես թազա եմ, դու անցյալ ես, ես նոր։ Այնքանով է նման, որ Պավլիկյաններն սկսեցին կաթողիկոս չճանաչել, եկեղեցու ծառաներին չճանաչել, հետո սկսեցին եկեղեցիները չճանաչել։ Այդ ֆեոդալական քարերի ցեմենտը, այն որ ֆեոդալիզմը քիչ թե շատ, բոլորս դպրոց ենք սովորել եւ կհիշենք, որ ֆեոդալիզմը դա մասնատման եւ բան նատուրալնի խազայստվա ոնց կլինի։ Երբ որ մարդին ճաճացնում դրանով ապրում է, այդ վիճակում, ասենք, սաղ աշխարհի տնտեսական կապերը քանդվել են, մոտավորապես 400 թվականի կողմերը։ Գուների արշավանքներ, Հռոմի կայսրություն, գլխավոր սպառող միջազգային առևտրում ֆռացող ապրանքների սպառողի ոչնչացում, բան, ոչ ասես մի հատ բարդակ է, ամեն մարդ ինչ սարքում է դրանով է ապրում, այդ վիճակում ուրեմն ֆեոդալիզմն է առաջանում եւ ֆեոդալիզմը քիչ թե շատ ազգային ֆեոդալներին իրար կպցնող, պահող, իրանց հողերով եւ զորքերով միավորվում էին ու նույն արաբների դեմ էին կռվում։ Այդ վաղ հələ չէ, նոր կարող է կռվել։ Հետագայում է արդեն Ու եղել։ ինչ է կատարվում, Պավլիկյանները ասում են ճշմարտությունը էս է։
ինչ ազգ, ինչ բան, ինչ դրսի թշնամի, ճշմարտություն, մենք մեր հեղափոխությունով կփոխենք հետագայում մեծ աշխարհը։ Հələ որ եկեք Հայաստանը փոխենք, ի տակ դալը։ Եվ ինչա տեղի ունենում։ Պավլիկյան, ասենք այդ պարագլուխներից մի քանիսը բան են անում, ոնց որ ասած, ինչ-ինչ պատճառներով հայտնվում են հետին պլան եւ հետին պլանից մի հատ մարդ է գալի առաջ, անունը Պավլիկ։ Ոնց որ ռուսական տարբերակ լինի, չէ, ասենք։ Ու այդ շարժումը կոչվում է Պավլիկյան։ Մոտավորապես 650 թվականին ինքը արդեն երևացող շարժում է, իր կործանարար հարվածները երևում է այն աստիճանի կործանարար է լինում, որ հայ ֆեոդալները ուրիշ ելք չեն գտնում, բացի Թեոդորը Սրճտունու առաջնորդությամբ գնալ եւ պայմանավորվել արաբների հետ։ Արդեն 652 թվականին, արդեն 52-ին գնալ պայմանավորվել։ Անկախությունը հանձնում են արաբներին, ասում են ախպեր, մեր զորքերն էլ տար բանը արշավանքներին, Վենեսուելա գրավի, կամ բանը կուզես Դոնբաս տար, կամ ուր ասեմ, ենթադրենք Չինաստան, գնա հարավային Կորեան գրավի, կապ չունի, դու ստիպված ես լինում, ասենք, քո պետության այդ ժամանակաշրջանի պետության ինստիտուտները, ֆեոդալիզմը պետք է հիշենք, էլի, դա իշխանն է իր զորախմբով ու իրանց միավորող կապերը խալխլված որոշ շարժման կողմից բերեց դրան, որ կոնսոլիդացիայի եւ լավ պայմաններ ստեղծված, հիշենք, որ Սելևկյան բանը թագավորությունը, որը որ մեծ կայսրություն էր, Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգներից Սելևկը ամենամեծ, Սելև Նիկատորը ամենամեծ հողը խլեց, երբ որ Սելևկիդները մի ինչ-որ ճակատամարտում կործանիչ հարվածներ ստացան, կոնսոլիդացիայի հաշվին Արտաշեսը իր եղբոր հետ անկախացրեց Հայաստանը, կարողացավ դիմադրի ցանկացած, ասենք, արտաքին, ասենք, էքսպանսիաների փորձերի դեմ, կուշանների դեմ, ասենք, ոնց որ թե հենց այդ ժամը, չէ, կուշանները չէին, թե կուշաններն էին, վերջը, այդ Միջին Ասիայի Բակտրիայի բանի, ասենք, մակեդոնական եւ Միջին Ասիայի իրանական ցեղերի խառնորդ արշավանքների դեմ առան, ինչի դեմ ասես առան, միասնության հաշվին անկախացան։ Իսկ արաբական արշավանքը ջախջախեց մի ճակատամարտում բանին, իրանական զորքին, որը որ Հայաստան կոչվող հայաբնակ տարածքները զգալի մասով իր ձեռի տակ էր, Տարոնը ներառյալ մինչև Արցախ, այդ իրանական ձեռներ, եւ Պավլիկյան շարժման արդյունքում ֆեոդալական Հայաստանը իրար հետ սկսեց լեզու չգտնել եւ այդ արշավանքից արաբական օգտվելու փոխարեն ինքը ոչնչանալու եզրին կանգնեց։ Ինչ է կատարվում, երբ որ քո 15,000-անոց հեծելազորը երկու անգամ փոքրացած Հայաստան, հիշենք, որ ասենք Տիգրան Մեծի ժամանակ հայ կատաֆրակտարյաները, բանը ծանր հեծելազորը, այրուձին իրենց ժառանգներ, երբեք չի գերազանցել, ասենք, 6,000-ը, այդ են գվարդիա կոչվածներ, որ տենց են ներկայացնում իր սեփական բանը, եւ այդ 6,000-ով ինքը ճեղքեց Լուկուլոսի կողմից պաշարված Տիգրանակերտի այդ պաշարման օղակը, մտավ ներս եւ ասենք բանը սնունդ բերեց, չգիտեմ, զենք բերեց եւ էվակուացրեց թագավորական ընտանիքը։ 6,000 մի կերպ հեծելազոր, բայց լավ սպառազինված Հայաստանի կեսը ստիպված էր 15,000-անոց հեծելազոր, իսկ հեծելազորայինն դա այն բախտվա հեծելազորայինը երևի նույն բանն է, ինչ որ այսօր մի հատ տանկ կամ մի հատ սամոլոտ, ու 15,000-անոց հեծելազորով մշտապես մասնակցեն արաբական արշավանքներին, դա
ֆինանսական եւ ռազմական ռեսուրսների սպառումը։ Չէ, բայց ասում են ֆինանսները արաբների վրա էր, երբ մեր հարկերով են Դա մտել։ արշավորդի ծախսերը, պատերազմի ծախսերը, բայց իրա պարապելը, հանդերձավորվելը, ձիերով գալը, դրան Գրքերում, պատմության գրքերում գրած է, որ պահելը այդ 15000-անոց 15000 զորքի արշավ տանելը։ ես կարդացել եմ պահելը, բայց այդքան Արաբներն էլ, մոնղոլներն էլ, բոլոր այդ քոչվոր ցեղերը, երբ որ նման բաներ նույնա տիպ բան Լիպարիտ Օրբելյանի եւ իր, ասենք, թորան թե տղու Բուրթելի վախտայղը, երբ որ Սյունյաց բանը հեծելազորը մասնակցում էր արաբական արշավանքներին։ Միշտ դու այդ ծախսերը տենում ես ինքդ, մարդուն դաստիարակում ես 3 տարեկանից եւ այլն, ձին ես պարապացնում եւ այլն, իսկ իր ծախսերը արշավի ժամանակ, ոնց որ ասած, մեծահոգաբար վերցնում է, ասենք, մետրոպոլիայի տերը, սուպեր բարիությունա կայսրության կողմից։ Կարճ ասած, էդ էլ մաշացնող ձևերից մեկն էր եւ թուլացնող։ Այս Պավլիկյանները նշեմ էլի, քանի որ սկզբից արաբները չէին ընդունում, բայց իրաց մոտ կրոնական ազատություն կար սկզբնական փուլում։ Ազատություն չէր, այլ սենց էր։ Կամ դու զիմմի ես, то есть налог ես տալի, կամ մուսուլմանություն ես ընդունում։ Եվ իրենց այսպես ասած մուսուլմանության բանը, ոնց են դրան ասում, տարածումը, էքսպանսիան, այնց չի, որ իրանք ամենտեղ փաթաթում էին մուսուլման, հակառակը, ասում են մուսուլման մի դառի, դու մուծվի, դու։ Բայց Պավլիկյաններին սկսեցին արդեն իրենց արշավանքներին օգտագործել ու նույնիսկ այն վիճակին է եկել Բյուզանդիայի դեմ։ Որովհետև հələ նայենք sense մի բան։ Պավլիկյաններին արաբները ինչ են անում, ասում են լավ, ապրեք, որ հայերին այսքան մասնատեցիք, հեսա կտանենք այնտեղ Նախիջևանում, 15000-ի իրանց մեջ կվառենք, իրանց հեսա կտանենք, այդ իշխաններին կվառենք, եւ հայկական դիմադրության, ասենք, կորիզը իշխանական տոհմերի առաջնորդներին, տղամարդկանց, որ տանում վառում են, ինչքան հիշում եմ Նախիջևանում, էլի, ասենք, դրանից մի քանի տասնյակ տարի հետո, այդ դրա հիմքը դրվեց այդ վաղտ, որովհետև իշխանները միասնական չէին արդեն, իրենց եկեղեցին, որ կլոր եզրերը սուր կլորացնում էր ու մարդիկ իրար վնաս չէին կարում տային, ամեն մեկը 1000 ձիավորի առաջնորդ լինելով, այդ դրանից մենք զրկվանք եւ Պավլիկյան շարժումը քանդելով եկեղեցին, պայքարելով կաթողիկոսի դեմ, բերեց նաև դրան, որ հայկական ֆեոդալական կայսրությունը, պետությունը, որը որ սկզբից ուղղակի հպատակ էր, ասենք, որպես պետություն, Թեոդորը Սրճտունու շնորհիվ, ինչքան էլ ասենք դա թուլացնող էր եւ այլն, բայց ինքը ելք էր այդ ժամանակ։ Եվ 3 տարի հարկ չտալ, եսիմ ինչ, բայց մի քանի տասնյակ տարի դա տևեց։ Ինչքան հիշում եմ, մի 40 տարի, միգուցե 50 տարի դրանից հետո, երբ որ Պավլիկյան շարժումը իր գործը տենում է, տաշում է, ասենք, թուլացնում է, քարերի արանքն է, ասենք, քանդում, տաշում, իսկ բանը 15000-անոց հեծելազորը ամենտեղ տանում օգտագործում են, անգամ Կահիրեում, ինչքան հիշում եմ, եղել է Վարդանի շուկա հասկացողություն, որովհետև Կահիրեն գրավելուց կամ Կահիրեն կամ էլի խոշոր քաղաքներից մեկը Եգիպտոսի զորավարը եղել է կոնկրետ Վարդան անունով հայ ազգությամբ։ Հնարավոր է մուսուլմանություն արդեն ընդունած, իսկ հնարավոր է ոչ, այդ 15000-ի առաջնորդներից մեկն է եղել։ Դա պատմական փաստ է, հիմա կարող է այդ շուկան չի պահպանվել, բայց դա պատմական փաստ է, որ նման շուկա է եղել։ Կարճ ասած ռեսուրսները վատնում ես այն աստիճան, որ թուլացնում ես ու արդեն մտածում ես, որ այս գլուխները կդրեմ, պետությունը կպրծնի եւ հայկական դիմադրությունը այտենց է չձևավորվեց մի քանի 100 տարի, բոլորն էին ապստամբվում ու հաջողության էին գալի։ Մերոնք մի 200 տարի, հա, սուս հպատակ էին, որովհետև իրար հետ չէին կարում միանային, որովհետև գլխատվեցին ընդրանք, ովքեր որ կարային, ասենք, գլխատվեցին, չէ, կենթանի այրվեցին եկեղեցու մեջ, կենթանի այրեցին,
նման է մոտավորապես, ասենք այդ նեֆտոբազայի պայթունի պես մի բան էլի, որ լավ հիշեն, որ տպավորվի մոտ նրա հայերի էլի։ Հիշում եք, չէ՞ Արցախից դուրս գալ այդ ակցիան, որ տեղի ունեցավ, ասում են դժբախտ պատահար, դու ոչ մի անգամ պրոստը պատահար չի լինում, ամեն ինչի տակ ինչ որ բան է լինում էլի, միտք է լինում։ Սպանվածների թիվն էլ շատ հետաքրքիր է, այն անգամ այդ թվի հետ կապված մենք մի հատ թեթև զրույց ունեցանք։ Հիշում ես 170 հոգի։ Ճիշտն ասես, երևի իրար հետ չենք զրուցել։ Երևի, հա։ Լավ, Պավլիկյաններին ինչ են անում արաբները։ Արա ասում են, էս ինչ լավն է, Սկսում են ռուսերեն ասած պապոլնայի պրոգրամի արի բանը օգտագործել։ այն հռոմեական կայսրության եւ մեր սահմանի վրա կանգնի, այս հայկական իշխանությունը վсё պրծավ արդեն։ Դու ինչ լավն ես արա, ցենտր բաժանեցիր, այս սրանց ես էլ կարծա իրանց ոչնչացնեմ։ Արի այս արանքները մտի, այս բանը ինչ ուզում ես տարածք տվեցին, քաղաք տվեցին, նույնիսկ փոքրիկ sense ասինգոշում դու քո գործն արա, ու ինչ էր անում, ում դեմ էր պայքարում, հետաքրքիր է էլի, ասենք կաթողիկոսի դեմ սկզբից պայքարը սկսած բանը Պավլիկյան շարժումը, ում դեմ էր պայքարում, հայ իշխանների առաջերտին եւ ամրացրած մանաստիրների, Մոսկովի մանաստիր, վանական համալիրների ամրացրած պաշարել, այրել, ինքնուրույն հաճախ, իսկ լինում էր արաբական զորքերի հետ միասին։ Ու թե սահմանից են կողմ հայկական ասենք իշխանություններ էին եւ հայկական ասենք վանական համալիրներ էին, թե այս կողմ։ Դուս իր համար մեկ էր, որտեղ կռվի հայ իշխանների դեմ այդ Պավլիկյան շարժումը, որտեղ ոչնչացնի հայկական եկեղեցին։ Բայց ասեմ շատ լայն տարածում է ստացել ընդհանուր Բյուզանդիայի չէ, հռոմեական կայսրության տարածքում էլ մինչև նույնիսկ հարավային Ֆրանսիա հասել են։ Այդ գաղափարները դրանից հետո ընդվզումներ է տարբեր եղել, տարբեր կրոնական շարժումներ են սկսել։ Հետքեր շատ է թողել, մետաստազների տեսքով եղան նաև թոնդրակիտները, Վրաստան էլ են դեպի գնացել։ Վրաստան են գնացել, Բուլղարիայի եւ բանի Բուլղարիայում նույնիսկ Պավլիկյանները միջև Բոգոմիլների տեսքով միջև 19-րդ դար արդեն իրանց ինքնությունը մոռացած Պավլիկյանների եւ թոնդրակիտների ժամանակ։ Հա, որտեվ ասես որ համել թոնդրակիտների ալիք ա եղել է։ Բյուզանդիայի կայսրերից մեկը տեղափոխում է Պավլիկյաններին Թրակիա, հետո թոնդրակյաններին էլ է տեղափոխում ու իրանք Բուլղարիայի տարածքում մինչև 19-րդ դարը առանձին համայնքներ են ունեցել, արդեն կաթոլիկացած բան ու 19-րդ դարում նոր մերվել են, ասիմիլացվել են բուլղարացիների հետ ու արդեն իրականում 19-րդ դարում մոռացել են իրանք որտեղից են եկել, ինչ ազգություն ունեն, այդ գաղափարները մինչև արևմտյան Եվրոպա, Ֆրանսիայի հարավ, Տուլուզայի Ֆրանսիայի հարավ Իտալիայում էլ են լավ տարածում ունեցել։ Տուլուզայի մի խոսքով այդ շարժումը լավ քանդել է, արաբներն էլ տենց լավ տոշնի կպել են։ Ու ամենահետաքրքիրը ինքը դե հասկանալի է խի, այ ոնց որ մալականները եթում էին ծայրամասեր, որ կենտրոնական իշխանությունը այտենց ուժեղ չի եւ սահմանի վրա են եւ հաճախ համագործակցում են թշնամիների հետ իրանց ազգային, ել չեմ ասում պետության, համագործակցում են, որ իրանց գաղափարները առաջ տանեն։ Այտենց իրանց գաղափարները առաջ տանում էին Տուլուզայի բանում, կոմսությունում, ալբիգոյցիները այն աստիճան, ասենք, այդ պետք է հիշենք, որ Իսպանիայում այդ ժամանակ արաբական փոքրիկ Կորդոբայի խալիֆատն էր, որը անջատվեց բանից ընդհանուր խալիֆայությունից եւ հենց իրենց սահմաններին մոտիկ այդ մուսուլմանությանը անմիջապես սահմանի վրա չէ, մի քիչ ավելի ապահով տեղ Տուլուզայի կոմսությունում գրավստվայում, ասենք, այդ բուն էին դրել ու շատ ուժեղ են աստիճան, որ խաչակրած հատուկ արշավանք ա եղել իրանց դեմ ուղված։ Հատուկ արշավանք հայտարարված Հռոմի պապի կողմից, որ այդ ալբիգոյցիներ էին իրանք կոչվում, այդ ալբիգոյացիները բյուզանդացիները շատ գործին կպան ու սկսեցին վերացնել Պավլիկյաններին մանավանդ սահմանների վրա, որովհետև պարզվում է հենց սահմանների վրա
իրանք շատ դեքստրուկտիվ դեր են տանում եւ ծառայում են հակառակորդին։ Հա, սկսեցին սկզբնական փուլում մի քիչ մեղմ էին արվում իրանց Բայց լավ, առաջնորդներին հենց տարան։ այսօրի շահերը մի կողմ գցենք, էլի։ Մեր հայկական ազգային շահերը հիշենք։ Ստեղ եղած Պավլիկյանները, հիմնադիրները եւ հիմնադիրների ժառանգները ցեցը գցեցին հայ միջավայրի մեջ, պայքար սկսեցին կաթողիկոսի դեմ, հետո այդ ամեն ինչը տարածվեց եկեղեցու դեմ։ Եկեղեցին լինելով ցեմենտացնող ֆեոդալական, ասենք, պետությունը կամ կվազի պետությունը, բանի Իրանի կազմում գտնված հայկական սատրապյան, հա, ասենց։ Այս հայկականությունը Հայկականությունը եկեղեցու շնորհիվ պահվում է։ Այնտեղ 100%-անոց հայկական վասալ պետություն էր, բայց վասալ Սասանյաններին, բայց հայկական պետություն էր։ Այնտեղ մարսպանը 1000-ից մեկ էր նշանակվում ուրիշ ազգից, այն էլ պարտադիր ֆեոդալները, իշխանները, նաև եկեղեցին դրա դեմ ընդվզում էին, լինում էր անգամ ապստամբվում էր, ասենք, բանը զինվորականությունը իշխանների առաջնորդությամբ եւ միշտ մարսպանները հայեր են եղել։ Նույն մի քիչ առաջ որ խոսում էինք Թեոդորոս Հրշտունուն հիշեցինք, ինքը մարսպանն էր, Հայաստանի մարսպանն էր այդ ժամանակ, երբ որ արաբների արշավանքը հասավ Հայաստանի սահմաններին։ Ուրեմն դեքստրուկտիվ քանդող դերը բանի հնարավոր դառավ արտաքին հարվածների պայմաններում։ Եթե չլիներ, ես մի քիչ առաջ իզուր չի որ ասեցի, որ բանա Արցախը թուլացավ եւ հարվածներ եկավ, որոնք որ շատ ուժեղ էին, էլի ասենք, հայկական եկեղեցում, շատ ուժեղ։ Դուք կարաք կողմ լնեք Պավլիկյաններին կամ նեոպավլիկյաններին, կարաք դեմ լինեք, բայց որ դա բաժանում է մեզ եւ դա թուլացնում է մեզ եւ մերկացնում է մեր մարմինը, մեր մեջքը, եթե Արցախը մեր մեջքի վրայից վահանը հանեց ու դու իմ առավոտից իրիկուն կարատե կունգ-ֆու պտի պարապես էլ վահան չկա մեջքիդ կապած, sense տրյուկեր պտի սովորես, որ մեջքիդ չկպնի, ինքը կշռաքարի պես sense կախվում է ոտիցդ, այդ նեոպավլիկյան շարժումը եւ թույլ չի տալի, որ դու մանևրես, որ դու լինես միասնական, դու լինես դիմադրողականությունը բարձր ժողովուրդ։ Մենք պետք է խելքի գանք, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պիտի հասկանա ինքը ինչ վտանգների առջև է կանգնած, պետք է մոռանա իր բանը ընտիր սովետական Սավկովի դաստիարակությունը, որ դե Պավլիկյանները դրական էին գնահատվում, այդ իր բանը սովետական ազդեցությունն է, որ այտենց են, ասենք, եկեղեցու դեմ պայքար է այդում։ Իսկ դա եկեղեցու դեմ պայքար է, որովհետև սկսում են կաթողիկոսից, հետո գնում են եկեղեցուն։ Դենա կաթողիկոսից սկսես քանի եպիսկոպոս տարավ իր կողմ։ Կարճ ասած բաժանում։ Ես գիտեք ինչ, շատերին կարա թվա, թե ես ցած էլի կողմ եմ բռնում, կողմ չեմ բռնում, ասում եմ սթափվեք։ Պավլիկյան շարժումն է հիմնական պատճառը, որ մենք 200 տարուց ավել ստրկության մեջ ենք եղել, էլ չեմ ասում, չեմ օգտվել մետրոպոլիայի սովետական միության քանդվելով, Սասանյան կայսրության քանդվելով, հասկանում եք, չէ՞ որ ինադու եմ սխալվում, յանիմ սխալվում եմ, եւ չանկախացանք։ Դա Պավլիկյան շարժման մեղքն էր։ Պավլիկյան շարժումը թույլ չտվեց, որ անկախանա եւ ստեղծվի նոր նեո մեծ Հայաստան, նեո Արտաշեսյան Հայաստան, մի քիչ ավելի փոքր, մոտավորապես 35-40% ավելի քիչ հողերով, բայց համենայն դեպս Հայաստան, ոչ թե sense Քուրարաքսյան կամ Քուրարաքսյան չէ, Արարատյան հանրապետություն, Արարատյան էլ չէ, իզուր ես խնդում, լավ բան չի էտի, դադարեք մեզ բաժանել իրարից, էլի, կոնսոլիդացվել է պետք ու վերջապես պետք է հասկանաք, պարոնայք, որ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգը, որը որ դուք հաստատել եք,
դա ենթադրում է, որ մեջը մտնում են նաև այն մարդիկ, ովքեր որ ձեր գաղափարները չեն կիսում։ Եթե իրանք դրա մեջ չեն մտնում, ինքը համապարփակ չի, ինքը պրոստը պարփակ է։ Հասկանում եք։ Համապարփակ նշանակում է բոլորը այդ պաշտպանության համակարգի մաս պետք է լինեն։ Ազգ բանակ նշանակում է ազգը, նու ոնց բացադրեմ արա, գնդակ, դարպաս, գնդակ, ոտքով արված գոլ, ազգ, բանակ։ Եթե ազգ չի, ուրեմն չգիտեմ, այս ինչ կուսակցություն, բանակ, այս ինչ գաղափարախոսություն, բանակ, դա ուրիշ է, դա մի քիչ փոքր է, ոնց ցույց տվեց, ասենք, բանը մոտ 20% է, 100% պետք է լինի, պարոնայք, 100% որը լինի ազգ բանակ, իսկ գրագետով համապարփակ, ելի եմ ասում համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգը։ Ինչ կարելի է ասել մեկ էլ Պավլիկյան շարժման մասին, միջև ինչքան ձգեցին իրանք Հայաստանի տարածքում։ 750 թվական է, եթե չեմ սխալվում։ Միջև Այնքան մոնոլոգը տևեց, սա մոռացա ճիշտ ասած։ Միջև 9-րդ դար, ինչքան հիշում եմ, իրանք բավականին ազդեցիկ էին և իրենց կործանարար, ասենք, Չէ, 9-րդ չէ, 8-րդ դարի վերջ արդեն իրենց Դա այդ պետությունը, միկրոպետություն, միկրոարաբական Իմիջայլոց իրենց Վասիլ առաջինը ոչնչացրեց ուղղակի։ Բարսեղ առաջինը, ազգությամբ հայ, ազգությամբ հայը, հա։ Բայց դա կապ չունի, ինքը կայսերական իր Չէ, գաղափարներով ինքը դե չեմ ասում, ոնց հայկական գաղափարներ ստանում, իր սահմանների ներսում Ես ոչնչացրեց։ երբեք չեմ ուրախացել, որ ինչ որտեղ Նապոլեոնի ձին հայա կամ ինչ որտեղ Վերջի այդ ամրոցը Տավրիկա ամրոցում էին իրանք Տավրիկան դա այ հենց սահմանի վրի ամրոցներ իր փոքրիկ, ասենք, գավառով, փոքրիկ այսօրվա Հայաստանի երևի 1/4 չափ, էլի, սենց, Սյունիքի չափ մոտավորապես տարածք էր։ Ինչ էր կատարվում այդտեղ, երբ որ հայկական իշխանությունը պրծավ, ամբողջությամբ ջախջախվեց, Հայաստանի տարածքում արաբները ուրեմն մցրեցին իրանց էմիրներին, տարբեր տեղ էմիրություններ ստեղծվեցին։ Իմիջայլոց այն ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի տարածքում։ Այդ էլ կա։ Ուրեմն այդ էմիրները, երբ որ իրանք արդեն մտան ու հայկական բանը այդքան վախենալու չէր եւ բանը Պավլիկյան շարժումը միայն բանի Սկսեցին արդեն իրենց ոստիկանները նշանակել կառավար միջև այդ 52 652 թվականի պայմանագրով հայ էին հիմնականում կառավարիչները հայերի։ անգամ բանը հարկերի քանակը հայերն էին որոշում, հայ իշխաններն էին որոշում, իսկ ինչքան թուլացան, այդքան ավելի շատ կարացավ արաբ ազդեցություն ունենա Հայաստանի վրա, այդ ժամանակ Հայաստանի վրա ու հետագայում արդեն արաբ ոստիկաններ էին անդադար նշանակվում, իրանք էին հարկերի չափը որոշում, ով չէր մուծում գալիս դուբինգեքով ծեծում էին կամ գլխատում էին, կամ էլի մի բան, կամ ստրկություն։ Պավլիկյանները լավ ապրում էին, ճիշտ է։ Իրանք լավ էին, իրանք բանը առանձին իրանք լավ էին, բայց ազգը լավ չէր։ Ազգին շատ էին նեղում, դրա համար այդ Բայց Պավլիկյանները լավն էլ երկար չտևեց, էլի, այդ իրանց լավը, ես իրանց լավը։ Դրա համար էլ, քանի որ իրանք սկզբից ներկայանում էին որպես ժողովրդի մարդ, ժողովրդի ձայնը բարձրաձայնող, իսկ հետագայում նկատեցին, որ իրանք կապ չունեն ընդհանրապես ժողովրդի հետ, իրանք իրանց գաղափարների հետ միայն կապ ունեն, այդ տարբերությունը հիմիկվա պայմանների ու այն վաղվա այդ է, որ այն հնում գաղափար կար, հիմա չկա։ Եվ իրենց գաղափարախոսությունով արդեն օրերից մի օր դադարեցին հետաքրքիր լինել իրենց
որտեղ նույնիսկ իրենց եղբայրներին հա արաբները արդեն դել տեր չէին կայնում կամ չէին կարողանում Հայաստանի ֆեոդալների հախից գալիս էր ամենախուժան էմիրը, որը նստած էր խոսքի դվինի կողքի Բյուզանդյանն էլ իրականում արդեն ուժեղանում էր, վերականգնվում էր Բյուզանդյան այնքան էր ուժեղանում, որ արդեն դեպի այդ կողմ Պավլիկյանները վախում էին այդ։ Հա, էլ չէին գնում դեպի Էսիան Էս կողմ էին գալի, արաբահպատակ, ասենք արաբներին էլ պետք չէր էլի իրանց հարկերը ուրիշ մեկը թալանի տանի։ Վանական համալիրները, որ նալոգ էին տալի, ասենք արաբներին, գալիս այդտեղ թալանում էր։ Բնականաբար պետք է վերացներ այդ կենտրոնը, բայց իրենք իրենց ազդեցությունը ժողովրդի մեջ այդ քանդող այդ ցեցը բան էլի դժվար է ելնում շուբայի մեջ ցեցը։ Դրանից հետո թոնդրակյանները դրա համար բարձրացրեցին։ 200 տարի տևեց, էլի քիչ թե շատ, այ ոնց որ ալբիգոյցիների դեմ խաչակրած արշավանքը վերացրեց իրանց պետությունը, բայց ազդեցությունը ալբիգոյցիների, ալբիգոյացիների բավականին երկար տևեց ու բանա ստեղել էր այտենց իրանք երկար տևեցին եւ իրենց կործանարար դերը անգամ իրանց պրծնելուց հետո դե քանի որ մի 200 տարի տևեց այդ իրանց բանը ընդհանուր մի 200 էլ 300 էլ ասենք այդ ցեց գցելը հետո արդեն իրանց ժառանգները առաջացան, երբ որ նոր խնդիրներ ստեղծվեց, երբ որ անկախացել էր Հայաստանը, անկախ Հայաստանը թուլանում էր տարբեր բաների պատճառներով, հյուսիսից արշավների, արևելքից արշավների, հարավից արշավների, արևմուտքից արշավների, սաղ կողմերից ուզում էին Հայաստանը կուլ տային ու վերջապես ասենք Հովհաննես Սմբաթը ժառանգում է բանա ազգությամբ հայ, բայց իրականում արևելյան Հռոմին արցրունիներն են բանանում եւ այդ իրավիճակում ասենք սելջուկները հայտնված, թոնդրակիտները առաքես էլի ու էլի։ Հա, բայց հանուն արտահայտության պետք է ասենք, որ թոնդրակյանները Պավլիկյանների պես ուրիշի կողմից չեն կռվել, որովհետեւ իրանց սելջուկները չընդունեցին, որտեվ սելջուկները ավելի երիտասարդ մուսուլման էին, մուսուլմանությունը մաքսիմալ ձևավորվել էր որպես բանա ֆունդամենտալ կրոն, իսկ սկզբի վաղտովը տենց չէր, մինչև 9-րդ թե 10-րդ դար Ղուրան էր գրվում իրականում, էլի ասենք։ Այդ բանը ուղղակի չընդունեցին այն ժամանակ թե սելջուկները մոլեռանդ մուսուլմաններ էին։ Իրանք սկզբից որպես ծառա եւ ստրուկ էին հայտնվել խալիֆայությունում, ասենք Բաղդադում խալիֆին ծառայելու, ոնց որ համարյա բոլոր ստրուկները, երբ որ ազատություն են ստանում, հնարավորություն են ստանում այդ երկրին ծառայելու, կամաց իշխանությունը վերցնում են իրանց ձեռը, մոլեռանդ մուսուլմաններ ու ասին արա ով ուզում է սեղրի այ գյավուր, ով ուզում է սեղրի եւ թոնդրակիտները չհասցրեցին շատ վնաս տալ ժամանակի առումով, բայց կարճ ժամանակվա մեջ այնքան բոլ վնաս տվեցին, որ չի բացառվում, որ հայկական, ասենք, փոքրացած, երկու անգամ փոքրացած Հայաստանը մեկ ճակատամարտով Ալպ Արսլանը գրավեց Մանասկերտի ճակատամարտով, որտեղ ջախջախվեց արևելյան Հռոմի կայսրության զորքը, կարծեմ կայսրն էլ ընկել էր ձեռները, գերի էր ընկել, այդ մի ճակատամարտով գրավեց, նշանակում է լրիվ քանդված էր պետությունը, որովհետև արևելյան Հայաստանը այդ ժամանակ ոչ մի ձևով հանձնվելով արդեն բանին արևելյան Հռոմին ոչ մի ձևով ռեսուրս չէր պահպանել, ժողովրդի մեջ ցեցը գցում էին թոնդրակիտները, իշխանավորները ասենք տեղափոխվում էին որպեսզի Կիլիկիա հիմնականում Կիլիկիա, Թրակիա եւ ասենք ընդ Պաֆլագոնիա, կարճ ասած մայրաքաղաքին մոտիկ, որ բանա կայսրի համար վոտամուր լինի, էլի պինդ լինի, հենվի իր ցեղակիցների վրա, բայց Հայաստանը, ասենք, զինվորականությունից անջատվեց, то есть զրկվեց զինվորականությունից եւ թոնդրակիտները ցեցին միավորող բանի եկեղեցու դեմ էլի որ դուցեն այդ գտնվում մի գլուխ պետք է գան ու անպայման կաթողիկոսին կպնեն էլի ասենք ու ցեցկցին այն աստիճան որ ժողովրդական անգամ
եղիշե չստեղծվեց, ղևոնդ չստեղծվեց, որը որ ժողովրդին ոտի հաներ, ոնց որ ասենք այն ժամանակավոր դավանափոխ եղած իշխաններին գնացին դիմավորեցին, կարող է հիշեք հավարայից առաջ։ Իմ կարծիքով իրականում հենց ինքը ժողովրդական շարժումներ չի, դրսից է էլի ստեղծվել։ Դրսի ազդեցության տակ 100%։ Իրաց սկզբնական թե Պավլիկյաններին է սկզբնական օգնել քաղաքեդոնիստները, տենց ասած։ Օգնել են, որպեսզի հայկական եկեղեցին բանանը իրանք դուալիստական հաստատ տենց բանկաղաղբյուրներում պահպանված, թե ենթադրում ես։ Ենթադրում եմ տրամաբանորեն տենց է դառնա։ Կարա լինի, բայց բանա, որտեղ դրանից առաջ էլ 200 տարի իրենց տիրապետության տակ էին այդ հողերը ու մեծ արդյունքների չէին հասել, էլի նեշչի չէին պայքարել հայոց եկեղեցու դեմ։ Դե Հայաստանը միշտ է եղել, ասենք, ճիշտ է ռուսերենից եմ թարգմանում, բայց կայֆոտ բան է, էլի, ասենք, չվախեցած ապուշների, ասենք, երգիր, իսկ հետո մի հատ բոյ է լինում ու ասենք դառնում է վախեցած ապուշների երգիր։ Աշխատել չենք ուզում, միավորվել, այդ ցեցերը ամեն ինչ անում են, որ չմիավորվենք, ծև սպիտակ, ռոզովի, գալուբոյ, Պավլիկյան, առաքելական եւ այլն եւ այլն։ Արի վերջացնենք։ Արի վերջացնենք, թե չէ, ասենք, կսկսենք բարկանալ։ Կարող է հասկանաք, էլի խիմ ես sense բարկացած։ Ես ընտրության ժամանակ այսքան չէի բարկանում, ասենք, խնդրում եի ժողովուրդը հելներ լեգիտիմացներ անգամ այս իշխանությունը, եթե վերարտադրվեր, ու հելնում ասում են, բանա 500,000 դույս էլի բաժանում են մեզ, ուշքի եկեք էլի, պարոնայք ղեկավարներ, ուշքի եկեք։ Դե մարդը սխալ է։ Միավորել է պետք։ Մարդիկ սխալ են հասկացել բաժանիր, որ տիրես արտահայտություն։ Չգիտեմ, որ ռոմեացիք իտալական մյուս քաղաքներ իտալիկների վերաբերյալ էին այդ բանը։ Ովքեր այդ ժամանակ իրանց թշնամիներն էին։ Ովքեր իրանց թշնամիներն էին։ Ու իրան նույն ազգը չէր, էլի, ընդ ազգ հասկացողություն։ Մի բաժանեք մեզ էլի, յանամ քիչ ենք բաժանված, արաքին, տղամարդ, երեխա ծեր, թոշակառու, թոշակ։ Այդ բնական բաժանումը այսպես հերիք է։ Հա, լրիվ հերիք է, արդեն սերունդները իրար չեն հասկանում, սեռերը իրար լավ չեն հասկանում։ Բանը, իսկ հիմա ասենք, չգիտեմ, սփյուռքահայ, հայաստանցի, վերջացրեք էլի, պարոնայք։ Սաղս էլ հայ ենք, ու եթե մենք մեր ամբողջ ռեսուրսից չենք օգտվում, այդ իմ ասած ազգ բանակից, ձեր իմացած համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգից, շանսերը շատ ընկնում է։ Ահագին ընկնում է։ Ու զրոյին մոտիկ է դառնում։ Դուք չեք ուզում պինդլնեք, էլի ասենք, լյուբոյ սենց իրան լկտի պահող սենց ինչ-որ երկրի ղեկավարին ասես, վարա դե պաշոլըտ քաշի բեղերից բռնեսս քաշես, հա։ Կամ սենց քթից վեգալեք իջցնեք ներքև, սենց թափտակ, սենց կիսապապզած ձեր հետևից վազի։ Ախր ձև է, ընդամենը մեզ չբաժանել, այլ միավորել, ձեր ռեսուրսով պարզվում է հսկայական ռեսուրս ունեք, այդքան վարկյանական մարդկանց կարող եք, ասենք, հանցագործ դարձնել չհանցագործ վիճակից եւ հակառակը բան։ Հսկա ռեսուրս ունեք, միավորեք մեզ, պարոնայք, միավորեք։ Ազգ բանակ, երկիր, ամրոց, որպեսզի այլևս երբեք։ Այսքանով ավարտենք մեր այսօրվա հաղորդումը, ավելի ճիշտ մոնոլոգը հորս։ Չէ, դե մի երկու բան հուշեցիր, չէ, Պավլիկյան։ Հա, ես ուղղակի ստատիստ էի։ Դե ինչ արած։ Բանը տարիքն է, էլի ասենք։ Մենակ կուզենամ հիշեցնեմ լայքեր դրեք, դիզլայքեր դրեք, որպեսզի մոնոլոգը մի քիչ թարգեմ։ Հա, կույր մարդիկ ովքեր որ։ Սպասիլավ ես էտի ասեմ։ Կարա քֆրտեք, էլի ասենք։ Կոմենտարիաներ գրեք, մեկնաբանություններ գրեք, կիսվեք հաղորդումով ու ամենակարևորը օգնեք դեպքի նորեջին, գրանցվեք, դե ոնց է նա ռուսներ ասում են կալակոլչիկ, ասենք մեկ որ մի անգամ չենք կարացել վերականգնել։ Բայց հույսը հələ չի մահացել։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց թուրքերը որ փագել էին դետքը, այդ հսկայական մեր բանն էլ ջնջել են, հələ աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց ձեր օգնությամբ կվերականգնվենք, նույնիսկ եթե դա չվերականգնվի, մենք ոտի կկանգնենք եւ կփորձենք էլի ձեզ պիտանի լինել, ծառայել ձեզ որպես մեր ազգի ներկայացուցիչների, որոնց իրականում բոլորիդ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր կյանքի գնով։ Իրական սերը դա է, այլ ասենք, вообще։
Այսքանով վերջ, Տեսում։ ուժեղ եղեք։